6 բորենիներ խիտ օղակով շրջապատել էին փոքրիկ փղիկին բաց դաշտի մեջտեղում։ Փոքրիկը դեռ բոլորովին ձագ էր, 3 ամսականից ոչ ավելի։ Նա պտտվում էր իր տեղում ու հուսահատ ճչում, կանչելով մորը, որը ոչ մի տեղ չէր երևում։ Առաջինը հարձակվեց Ալֆա Արուն, պատռված ականջով։ Նա կտրուկ նետվեց առաջ ու ծնոտները ճարճատեց փղիկի ոտքերի մոտ։ Փղիկը հետ ցատկեց ու բախվեց մեկ այլ բորենու, որը միանգամից կծեց նրա պոչը։ Ես սեղմեցի գազի ոտնակը միջև վերջ, ջիպը սլացավ թփերի միջով, կապոտով կոտրելով ճյուղերը։ Մինչև բացատը քիչ էր մնացել, եւ ես տեսնում էի, թե ինչպես երրորդ բորենին կողքից մոտենում էր, թիրախավորելով ծնկի հետևի ջլերը։ Դասական տակտիկա՝ անշարժացնել զոհին, հետո կենթանի պատառոտել։ Ջիպը դուրս թռավ բացատ, ես բռնեցի հրացանը և կրակեցի օդ։ Դղրդյունը տարածվեց սավաննայով, բորենիները թռան մի կողմ, բայց չփախան, կանգ առան մոտ 20 քայլ հեռավորության վրա և սկսեցին ոռնացող ձայներով իրար հետ հաղորդակցվել։ Ես դուրս ցատկեցի մեքենայից, վերցրեցի ազդանշանային հրթիռը և կրակեցի ուղիղ Ալֆա Արուի թաթերի տակ։ Հրթիռը պայթեց կարմիր կրակով ու խլացուցիչ ձայնով, և երամը վերջապես նահանջեց։ Ալֆան հաչեց հրամանի պես, բորենիները շրջվեցին ու կորան բարձր խոտերի մեջ։ Բայց ես գիտեի, հեռու չեն գնալու։ Փոքրիկը կանգնած էր բացատի մեջտեղում, ամբողջ մարմնով դողալով։ Պոչից արյուն էր կաթում, բայց վերքը խոր չէր, ավելի շատ քերծվածք էր։ Ես դանդաղ մոտեցա, փորձելով չվախեցնել նրան, և փոքրիկը հանկարծ ինքն արեց մի քանի քայլ դեպի ինձ, հպվեց իր կնճիթով իմ ոտքին ու ողբաձայն ճչաց։ Փոքրիկը լրիվ մենակ էր, առանց մոր, առանց երամի։ Էգ փղերը երբեք չեն լքում իրենց ծագերին, բայց այս փոքրիկը երևի խաղալով հեռացել էր երամից և հիմա մնացել էր մենակ սավաննայի մեջտեղում։ Նրան այստեղ թողնելը մահվան դատավճիռ կնշանակեր։ Բորենիները կվերադառնային իմ հեռանալուց 1 րոպե անց։ Ես հանեցի ռացիան։ Բազա, ես կոֆին եմ, գտել եմ միայնակ փղիկ արևելյան հատվածում, հետքեր չկան, գնում եմ որոնելու, կապի մեջ կմնամ։ Պետք էր արագ գտնել նրա ընտանիքը։ Ես շուրջս նայեցի, որոնելով հետքեր, ծանր ոտքերի փոսեր, կոտրված ճյուղեր, գոմաղբի կույտեր։ Մոտ 50 քայլ հեռավորության վրա նկատեցի հողի վրա բնորոշ ակոզներ, այստեղով անցել են մեծահասակ փղեր, ընդ որում վերջերս խոտը դեռ չէր ուղղվել։ Հետքը տանում էր հյուսիս-արևմուտք, դեպի բլուրները։ Ես շարժվեցի առաջ, և փղիկը անմիջապես վազեց հետևից, փորձելով ոչ մի քայլ չուշանալ։ Նրա փոքրիկ ոտքերը հազիվ էին հասցնում ինձ, բայց նա համառորեն մնում էր կողքիս, ակնհայտ էր, որ վախենում էր կրկին մենակ մնալուց։ Մենք քայլում էինք հետքի ուղղությամբ, և ես նկատում էի նորանոր նշաններ։ Իմ հասակի բարձրության վրա կրծոտված աքացիայի ճյուղեր, թարմ գոմաղբ, որը դեռ չէին հասցրել ցրել գոմաղբաբզեզները։ Երեմը այստեղով անցել էր առավելագույնը 1 ժամ առաջ։ 20 րոպե անց դուրս եկանք չորացած գետի հունին, և ես կանգ առա։ Հունի մյուս կողմում արածում էր գոմեշների երամ, մոտ 30 գլուխ, մի քանի խոշոր արուներով, շրջագծում կանգնած։ Նրանք մեզ անմիջապես նկատեցին, և մոտակա արուն բարձրացրեց գլուխը, ուղիղ մեզ նայելով։ Նրա եղջյուրները հսկայական էին, աղեղի պես կորացած, սուր ծայրերով, որոնք կարող էին նույնիսկ ռնգեղջյուրի մաշկը ծակել։ Գոմեշները Աֆրիկայի ամենավտանգավոր կենդանիներից են։ Նրանք ավելի շատ մարդկանց են սպանում, քան առյուծները։ Եվ հիմա մենք կանգնած էինք ուղիղ փղերի հետքի ճանապարհին, որը անցնում էր նրանց տարածքով։ Ցուլը անկարծ ոտքը հարվածեց հողին և կեղծ գրոհ արեց։ Փղիկը ցնցվեց ու ուզում էր փախչել։ Ես բռնեցի նրա ականջից ու պահեցի տեղում, շարունակելով հավասար քայլել։ Սիրտս ուժգին բաբախում էր, բայց ես չէի արագացնում։ Մեկ ուրիշ ցուլ միացավ առաջինին, երկուսն էլ լուռ հետևում էին մեզ։ Մենք 10 րոպե շրջանցում էինք երամը, մեծ կիսաշրջան անելով չոր խոտերի միջով։ Գոմեշները աստիճանաբար կորցրին հետաքրքրությունը և վերադարձան խոտ արածելուն։ Երբ վերջապես անցանք հունի մյուս կողմը, ես թեթևացած շունչ քաշեցի։ Փղերի հետքը շարունակվում էր դեպի բլրի լանջին աճած բաոբաբների խումբը։ Կես ժամ անց լսեցի այն, ինչին սպասում էի՝ փղերի խուլ դղրուտուն ծառերի հետևից։
Ես արագացրեցի քայլերս, փղիկը ձայն հանեց ու առաջ վազեց։ Բաոբաբների հետևից երևաց երամը, 8 մեծահասակ մայր փղիկ և մի քանի ձագ։ Փոքրիկը ուրախ ճիչով նետվեց նրանց կողմը։ Բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Մոտակա մայր փիղը շրջվեց դեպի նրան, ականջները լայն բացեց և արձակեց նախազգուշացնող մռնչյուն։ Փղիկը տեղում քարացավ։ Երկրորդ մայր փիղը ոտքը հարվածեց գետնին, երրորդը կնճիթը թափահարեց։ Նրանք չէին ընդունում նրան։ Սա ուրիշ երամ էր։ Փղերը ճանաչում են իրենցներին հոտով, իսկ այս փոքրիկը նրանց համար օտար էր հոտում։ Ես առաջ նետվեցի ու բռնեցի փղկին հետ քաշելով։ Մայր փիղերից մեկը հանկարծ հարձակվեց առաջ և նրա ժանիքները այնքան մոտ անցան, որ ես օդի հոսքը զգացի։ Ես հետ էի քաշվում, սեղմելով դողացող փոքրիկին ինձ, մինչև հասանք անվտանգ հեռավորության։ Փղիկը ողբաձայն ճչում էր, չհասկանալով, թե ինչու իրեն մերժեցին։ Ես հասկացա, այս ամբողջ ընթացքում մենք սխալ հետքով էինք եկել։ Մենք վերադարձանք հետքերի բաժանման կետը և հենց այդ ժամանակ նկատեցի նրանց։ 3 բորենիներ թաքնված էին հեռու բլրի վրա և նայում էին մեր կողմը։ Նույն երամն էր, ես ճանաչեցի պատռված ականջով ալֆա արուին։ Նրանք ամբողջ ընթացքում հետևել էին մեզ, սպասելով հարմար պահի։ Ամեն րոպեն կարող էր կյանքի գին ունենալ։ Ես նորից հասա հետքերի խաչմերուկին և այս անգամ ընտրեցի երկրորդ ուղին, ավելի թույլ, գրեթե աննկատ։ Ոտնահետքերի չափերից պարզ էր, այս թույլ հետքը պատկանում էր միայնակ մայր փղի։ Նա քայլել էր մենակ, առանց երամի։ Տարօրինակ էր, փղերը սովորաբար միասին են շարժվում։ Փղիկը կանգ առավ, բարձրացրեց կնճիթը և սկսեց հոտոտել օդը։ Նրա ականջները դողացին, նա կարճ ոգևորված ձայն հանեց և այնպես արագ վազեց առաջ, որ ես հազիվ էի հասցնում հետևից։ Կարծես փոքրիկը ճանաչել էր մոր հոտը։ Մենք դուրս եկանք բլրի ստորոթի բաց տարածություն և ես տեսա միայնակ ակացիա, լայն սաղարթով։ Ծառի տակ պառկած էր մայր փիղը, հսկայական, անշարժ։ Նա չէր շարժվում, նույնիսկ ականջները չէին թրթռում։ Փղիկը սուր ճիչով նետվեց դեպի նա և սկսեց կնճիթով դիպչել նրա դնչին, հլել, փորձել բարձրացնել։ Մայր փիղը չէր արձագանքում։ Ես վազեցի մոտ ու ձեռքս դրեց նրա պարանոցին, փորձելով զարկարեք գտնել։ Մաշկը տաք էր, բայց ես ոչինչ չէի զգում։ Փղիկը ուրախության ձայն հանեց ու սեղմվեց նրա կողքին։ Եվ հենց այդ ժամանակ ես տեսա ողջ պատմության պատճառը։ Մայր փղի աջ առջևի ոտքին, ծնկից մի քիչ վերև, հսկայական թարախակույտ կար, գրեթե ֆուտբոլի գնդակի չափ։ Մաշկը ձգված էր, մոխրասպիտակ գույնի, վարակ։ Մայր փիղը չէր կարողանում նորմալ քայլել ցավից, ամեն քայլը տանջանք էր։ Ահա թե ինչու նա հետ մնացել էր երամից և չի կարողացել հետևել ձագին, երբ նա շատ հեռու էր վազել։ Ահա թե ինչու փոքրիկը մենակ էր մնացել սավաննայում, բորենիների ճիրաններում։ Ես անմիջապես բռնեցի ռացիան։ Բազա, ես Քոֆին եմ, շտապ պետք է անասնաբուժական խումբ, կոորդինատները ուղարկում եմ, մայր փիղ ծանր թարախակույտով ոտքին, վիճակը կրիտիկական է, պետք են Քվեսի և Աբենա, ամբողջական վիրաբուժական հավաքածուով։ Դիսպեչերի ձայնը հնչեց մի քանի վայրկյան անց։ Ընդունված է, Քոֆի, խումբը ճանապարհին է։ Ես նստեցի մայր փղի կողքին ու սպասեցի։ Փղիկը, սեղմված մոր կողքին, հանգստացավ ու լռեց։ Նրա համար աշխարհը կրկին իր տեղն էր ընկել։ Կես ժամ անց հորիզոնում փոշու ամպ երևաց, և շուտով անասնաբուժական պիկապը հասավ մեզ։ Քվեսի և Աբենան դուրս թռան մեքենայից սարքավորումներով և արագ գնահատեցին իրավիճակը։ Քվեսին զննեց թարախակույտը և մռայլվեց։ Պետք է նրան կանգնեցնենք ոտքի վրա, թարախակույտը ոտքի ներքին կողմում է, պառկած վիճակում ճիշտ ձևով չենք կարող բացել, թարախը կմղվի մկանների մեջ։ Աբենան լցրեց ներարկիչը և դեղը ներարկեց մայր փղի ականջի հիմքում։ Թեթև հանգստացնող է, բացատրեց նա կանգնած կմնա, բայց ցավ չի զգա ու չի ցնցվի։ Մի քանի րոպե անց մայր փիղը սկսեց բարձրանալ, դանդաղ, անվստահ, սկզբում հավաքեց առջևի ոտքերը, հետո հետևինները և վերջապես կանգնեց։ Նրա աչքերը կիսափակ էին, մարմինը թեթև ճոճվում էր, բայց նա մնում էր ոտքի վրա։ Քվեսին մոտեցավ գործիքներով։ Վարակը վաղուց է սկսվել, առնվազն 2 շաբաթ, զարմանալի է, որ նա դեռ կարողացել է քայլել։ Քվեսին վերցրեց սկալպելը և կտրված քարեց։ Վերքից դուրս հոսեց խիտ, մոխրադեղնավուն թարախ։ Փղիկը դա տեսնելով խուճապահարան ճիխ անեց և նետվեց մոտ, փորձելով կնճիտով հրել Քվեսիին։
Փոքրիկը կարծում էր, թե մորը ցավ են պատճառում։ Ես բռնեցի նրան եւ հետ քաշեցի, սեղմեցի ինձս։ Հանգիստ, փոքրիկ, նրանք օգնում են նրան։ Փղիկը դողում էր, բայց աստիճանաբար հանգստացավ եւ պարզապես կանգնեց մոտակայքում, աչքը չկտրելով մորից։ Աբենն հողողում էր խոռոչը հակասեպտիկով, քվեսին հեռացնում էր մահացած հյուսվածքները։ Մայր փղը կանգնած էր անշարժ, միայն երբեմն ոտքից ոտք էր փոխվում։ Վիրահատությունը տևեց գրեթե 1 ժամ։ Քվեսին դրենաժ տեղադրեց, Աբենան ներարկեց հակաբիոտիկներ եւ հակաբորբոքային միջոցներ։ Երբ ավարտեցին, քվեսին շրջվեց դեպի ինձ։ Նա կապրի կոֆի, 1 ամսից լրիվ կվերականգնվի։ Ժամանակին ես նրան գտել, եւս մի քանի օր եւ վարակը կանցներ արյան մեջ։ Մայր փղը աստիճանաբար դուրս էր գալիս հանգստացնողի ազդեցությունից։ Նրա աչքերը պարզվեցին, նա շուրջը նայեց ու խորը ցածր ձայն արձակեց։ Փղիկը անմիջապես վազեց մոտ, ձայն հանեց ու կնճիթով դիպավ նրա դնչին։ Մայր փղը կնճիթով գրկեց նրան ու սեղմեց իրեն։ Նա մի քանի զգուշավոր քայլ արեց, եւ ես տեսա կաղալը գրեթե անհետացել էր, ցավը նահանջել էր։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում ես ամեն օր գալիս էի նրանց մոտ, ստուգում էի վիրակապը, փոխում դրենաժը, ներարկում հակաբիոտիկներ։ Փղիկը արդեն հեռվից ճանաչում էր իմ ջիպի ձայնը եւ վազելով դուրս էր գալիս դիմավորելու, ուրախ ձայներ արձակելով։ Մայր փղը օրեցօր լավանում էր, վերքը փակվում էր, ուժերը վերադառնում էին, նա արդեն ինքնուրույն էր սնունդ ու ջուր փնտրում։ 1 ամիս անց ես եկա վերջին անգամ։ Թարախակույտը լիովին բուժվել էր, մնացել էր միայն վարդագույն սպիի նեղ գիծ։ Մայր փղը կանգնած էր ակացիայի ստվերում, իսկ նրա կողքին խաղում էր արդեն նկատելիորեն մեծացած ու ուժեղացած փղիկը։ Նա վազում էր շրջաներով, կնճիթով ջուղեր էր բռնում, մորը կողքից հրում։ Ես իջա ջիփից եւ փղիկը վազեց դեպի ինձ, կնճիթով դիպավ կրծքիս։ Մայր փղը նույնպես մոտեցավ եւ ցածր ձայն արձակեց, ոչ սպառնացող, ավելի շուտ երախտագիտությամբ լի։ Հեռվում երևաց երամը, նրա ընտանիքը վերադարձել էր։ Մայր փղը շրջեց գլուխը եւ պատասխանեց նրանց կանչով բարձր ձայնով։ Փղիկը վերջին անգամ փաթաթեց կնճիթը ձեռքի շուրջը եւ վազեց մոր հետևից։ Ես նայում էի, թե ինչպես էին նրանք հեռանում, մայր փղը եւ փոքրիկ փղիկը նրա կողքին, քայլ առ քայլ։ Նրանք գնում էին դեպի բլորների ստորալում եղած երամը եւ շուտով անհետացան սավաննայի ոսկեգույն մշումի մեջ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։